մենք շատ հրաշալի ստեղծագործություն ենք, եւ մենք պատահականություն չենք, եւ մենք անձրևի տակ մնացած ինչ-որ միաբջիջ չենք եղել, հետո դարձել ենք մարդ, մենք Աստծո ձեռքերով ենք ստեղծվել, իսկ ինչից ստեղծեց Աստված մարդուն, գիտես? Կավից ստեղծեց եւ մարդու մեջ բջեց կենդանի հոգի, եւ մարդը վեր կացավ եւ սկսեց շարժվել եւ ապրել ու Աստծո կամքը կատարել, այդպես է թե չէ։ Բայց հետո մենք ասեցինք, որ մեղքի պատճառով մարդը Աստծուց հեռացավ եւ անեց եկավ մարդու կյանքում։ Դժվարություններ եկան մարդու կյանքում, հիվանդություններ եկան մարդու կյանքում, որտեղ մարդը ընտրեց առանց Աստծո ապրելը, բայց առանց Աստծո ապրելը դա անեծք է։ Իսկ Հիսուսն եկավ վերականգնեց մեր հարաբերությունը Աստծո հետ։ Երբ որ Հիսուսին Տեր ու Փրկիչ եք ընդունում, դուք միանգամից կզգաք Հայր Աստծո սերն ու ողորմածությունը, գթառատությունը ձեր կյանքում, ինչպես որ ասեցինք, Աստված բարի է։ Աստված իր երեսը չի թաքցրել, բայց Աստված մեզ հնարավորություն է տվել, որպեսզի ընդունելով Հիսուսին Տեր ու Փրկիչ վերականգնենք նրա ներկայությունը, նրա իշխանությունը մեր կյանքում։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը եկավ վերականգնեց մեր աղոթքի հասանելությունը Աստծուն եւ ասեց իմ անունով ինչ որ խնդրեք, պիտի Աստծուց ստանաք։ Խունքը այդ էր, իսկ զմուսը նա էր, որ Հիսուսը պիտի մեռներ եւ գերեզմանը պիտի դրվեր չարչարվելուց հետո, իսկ երրորդ օրը պիտի հարություն առներ։ Եվ մենք գիտենք, որ մեր Տերը հարություն առել, այդպես է թե չէ։ Հիսուսի գերեզմանը դատարկ է, իսկ որտեղ է Հիսուսը հիմա, գիտեք, որտեղ, երկնքում, որովհետև 40-րդ օրը հարությունից հետո Հիսուսը համբարձվեց երկինք։ Հարությունը նա է, որ մեռած մարդը նորից կենդանանում է, համբարձումը նա է, որ երկիրից երկինք է բարձրանում։ Եվ Հիսուսը համբարձվեց երկինք, նստեց հոր աջ կողմը, որպես համայն մարդկության համար ինչ բարեխոս։ Եվ Հիսուսն ասեց, որտեղ որ 2-3 հոգի իմանով հավաքվեք, ես այնտեղ եմ, որտեղ որ դուք